երեք հայտնի դարձավ, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ամբողջական տեքստն արդեն պատրաստ է։ Բարև ձեզ, եթերում խորագիր հաղորդաշարն է, ես Գևորգ Էմինտերյանս, Մենուա Սողոմոնյանը և Աննա Կոստանյանը կանփոփենք անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունները։ Անցած շաբաթվա ամենակարևոր իրադարձությունը, ես կարծում եմ, որ հայ-ադրբեջանական պայմանագրի, այսպես ասած, իբր տեքստի ամբողջական ճշգրտումն է, որ արդեն պատրաստ է, ու այդտեղ մի քանի իհարկե խնդիրներ կան, առաջին խնդիրը այն էր, որ մենք իմացանք դա Ադրբեջանից եւ այո, Հայաստանի ԱԳՆ-ն այսպես շատ ինչ-որ ջղաձգումների մեջ արձագանքեց, որ ինչպես կարելի էր եւ այլն, որ այնինչ իրենք պարտավոր էին դա նախապես անել եւ մյուս ուրեմն բանը այն էր, որ հաստատվեց, որ Հայաստանը հրաժարվելու է ուրեմն միջազգային հայցերից եւ այսպես փաստորեն դա մնալու է միջանցք է տալու եւ այլն, չնայած այսօր բանը Միրզոյանն ասաց, որ ոչ մի բան չի լինելու եւ այլն, մեր վերահսկողության տակ է լինելու, բայց եթե հաշվի առնենք այն, որ մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ անհնար է, որ Հայաստանը հայցերից հրաժարվի, ու հիմա այսպես անդրդվելի դեմքով ասում է, բա իհարկե պետք է հրաժարվենք, սա ես կարծում եմ, որ նշանակում է, որ կարա ասենք մի երկու ամիս հետո էլ ասի ոնց, բա մենք միշտ ասում ենք, որ միջանցք պետք է լինի, դուք չեք նկատել դա։ Փաստորեն Միրզոյանը հակադարձում է ժամերի տարբերությամբ վարչապետին, որովհետև վարչապետը շատ ուղիղ տեքստով ասեց, որ այո, միջանցք տալու ենք։ Այստեղ ամենակարևոր խնդիրն այն է, որ վստահություն չկա, ուրեմն մարդը կարա մի բան ասի, հետո առանց աչքերը թարթելու հակառակը պնդի, ասի, ես այդպիսի բան չեմ ասել։ Ալիևն էլ չէ, ոնց որ այդ նույն բանն ասեց վստահություն չկա։ Հա, ասաց, որ վստահություն չկա, ու ճիշտ ասած, եթե այդպես նայենք բանով աշխարհի քաղաքական գործիչների սանդղակով, թե ով ամենաազնիվը հայ ժողովրդի նկատմամբ, մենք ինձ թվում է առաջին տեղը հենց Ալիևն է զբաղեցնում, որովհետև ինքը ինչ ասում է, դա այսպես հերթով բանով հետևողականորեն անպայման իրականացնում։ Մեզ զգուշացնում է մարդը, այո, ինչա լինելու, այո։ Ի տարբերություն եւ բաների մեր քաղաքական գործիչների իշխանության ընդդիմության, ի տարբերություն բարեկամ եւ չգիտեմ թշնամի այլ երկրների առաջնորդների, Ալիևը ամենաճիշտը մեզ բան անում։ Նախապատրաստում, այո։ Այստեղ ես իհարկե թեման շատ տարողունակ է, շատ բաների մասին կարելի է խոսել այս թեմայի հետ կապված, բայց առաջին բանը, որ ուզում եմ ասել, դա հենց խաղաղություն բառի մեջ է, խաղաղության պայմանագիր ձևակերպման մեջ է, որը անախրոնիզմ է, էլի հնացած բան է այլևս, այսինքն չի լինում այդպիսի բան, խաղաղության պայմանագիր։ Խաղաղության պայմանագիր նշանակում է, որ պատերազմ է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Եթե պատերազմ է եղել, ուրեմն ինչ-որ մեկը սկսել է պատերազմը։ Եթե ինչ-որ մեկը սկսել է պատերազմը, ուրեմն պետք է այդ սկսելու համար պատասխան տա։ Եվ բացի դրանից, լավ, ենթադրենք խաղաղության պայմանագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, իսկ ո՞րն է եղել կոնֆլիկտի օբյեկտը։ Ինչ-որ մի բանի համար է, չէ՞ եղել այդ պատերազմը, ասենք, այն հեքիաթների նման չի եղել, որ գնացել է թագավորի աղջկան ուզելու, թագավորը աղջկան չի տվել, պատերազմ են սկսել։ Եղել է Արցախի համար, իսկ այդ խաղաղության պայմանագիր կոչվածի տեքստի մեջ Արցախ բառը մենք տեսնում ենք կամ Լեռնային Ղարաբաղ բառը մենք տեսնում ենք, մենք չենք տեսնում այդ ամեն ինչը։ Ինչի՞ չի կարող լինել խաղաղության պայմանագիր։ Խաղաղություն ընդհանրապես լայն իմաստով են դեպքում է լինում, երբ որ ժողովուրդները ուզում են դա եւ ժողովուրդները պատրաստ են դրան եւ ժողովուրդները փոխադարձաբար ընկալում են իրար ոչ որպես թշնամիներ։ Մենք այսօր այդ ուղղությամբ ինչ ունենք մի վիճակ, երբ որ հայ ժողովուրդը իրան զգում է ստորացած, ադրբեջանցի ժողովուրդը իրան զգում է հաղթած, ու ասում են եկեք խաղաղության պայմանագիր։ Միևնույն ժամանակ մեր գերիներին այնտեղ պահելով, խոշտանգելով, ցուցադրական դատավարություններ իրենց դեմ իրականացնելով։ Մի կարևոր բան էլ ասեմ, չնայած շատ բան կա։ Գերմանական ժողովուրդը ուզում էր խաղաղություն։
երկրորդ համաշխարհից հետո։ Գերմանական կապիտուլյացիա էր ստորագրել եւ ստիպել էին, որ կիսել էին, ուղղակի չէին կոտորել։ Ամենայն դեպս այդ մարդիկ, այդ պետությունները հասկացան, որ չեն կարող այդպես հավերժ ստորացված վիճակում պահել այդ ժողովրդին եւ ժամանակի ընթացքում անհրաժեշտ էսպես փոփոխություններ անելուց հետո նացիզմը ինստիտուցիոնալ առումով ջախջախման ենթարկելուց հետո վերադարձել հիմա էլ թուրքական փող կգամ այնուհետև գերմանական, ասենք, ժողովրդի ինքնությունը վերացնելու խնդիր դրված չէր։ Այո, տարբերությունը հենց դրանում է, որ Եվրոպայի ժողովուրդը այն բացասական ընկալումները եւ տրամադրվածությունը, ինչ ունի Ադրբեջանը Հայաստանի կամ ընդհանրապես թուրքական աշխարհը Հայաստանի նկատմամբ չունեին եւ այդ մարդիկ իրոք իրար մեջ կոնսենսուսի գալով որոշեցին, որ վերջնակետից հետո իսկապես խաղաղություն պիտի հաստատեն։ Մեր խնդիրը կայանում է նրանում, որ մենք պարզապես մեր թշնամուն լավ չենք ճանաչում ու չգիտենք մեր պատմությունը։ Մենք չգիտենք թուրքական ռազմավարությունը 100-ամյա, մենք չգիտենք ադրբեջանական ռազմավարությունները, երկարաժամկետ, որի տրամաբանության եւ որի ծիրում չկա հայկական պետության գոյությունը։ Այսինքն բոլոր նրանք, ովքեր որ պնդում են, որ խոսքս այս պարագայում իշխանության մասին է, հա, երբ որ պնդում են, որ իսկապես այս փաստաթղթով պիտի խաղաղություն հաստատվի, պարզապես մոլորության մեջ են դնում ամբողջ ժողովրդին։ Ես հեռու եմ այն մտքից եւ հավատալուց, որ այսօրվա իշխանությունը, որ օկուպացրել է ամբողջ երկիրը, իսկ դա իսկապես այդպես է կարճած աթոռից։ Իրենք չեն հասկանում թուրքական եւ ադրբեջանական տրամադրությունները եւ նրանց ռազմավարությունները Հայաստանի ընդհանրապես այս տարածաշրջանում։ Ես չեմ հավատում դրան, նրանք շատ լավ տեղյակ են եւ նրանք բոլորովին հաշտ են Հայաստանի թուրքականացման կամ ադրբեջանականացման հետ եւ շարունակում են ամբողջ հայ ժողովրդին, մասնավորապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այդ մոլորությամբ խաբել, կուտ տալ սոցիալական տարատեսակ ինչ-որ բարեփոխումներով եւ գումարած նաեւ վախեցնել եւ նույն ժամանակ անընդհատ վախեցնել, այո։ Եվ բացի այդ էլ մի էս որ կիսատ մնաց խոսքս մի կարևոր հանգամանք եւս խաղաղությունը լինում է իրական նաեւ այս մնացած բոլոր հանգամանքներից բացի, երբ որ խաղաղության գործընթաց իրականացնողները լեգիտիմ են, ներկայացնում են իրենց ժողովուրդներին։ Բաքվում մարդ է, որը որ այդպես շարանգաբար հորից որդի անցնելով բռնապետություն է այնտեղ։ Հայաստանում խաբելապետական բռնապետություն է, այսպես ասած, ստապետություն է եւ այն թեմաներով, որով որ իշխանության է եկել գործող խումբը, վարչախումբը, այնտեղ բացարձակ այն ծրագրի մեջ եւ կառավարության ծրագրի մեջ գրված չի եղել, այս այն ամեն ինչ որ կա։ Գրված չի եղել, որ օրինակ ասենք հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը չպետք է հանդիսանա Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգ։ Ընդհակառակը գրված է եղել, որ պետք է հանդիսանա։ Գրված է եղել, որ այո, Արցախի հետ կապված ճանաչում հանուն փրկության դոկտրինայով պետք է արտաքին քաղաքականություն իրականացվի։ Այդ ամեն ինչը գրված է եղել։ Եթե չեք կարողացել, ենթադրենք, հա, չեք կարողացել դա անել, դուք պետք է հեռանայիք, բայց դուք չեք հեռանում ու դուք հղում եք անում 2021 թվականի ընտրություններին, ասում եք մեր ժողովուրդը վստահել է եւ մենք անում ենք, այդպես չի լինում։ Ձեր ժողովուրդը վստահել է X բանի համար, դուք Y բան եք անում, այսպես։ Իրանք շատ լավ ճանաչում են պարզապես ցավալիորեն եմ սա իհարկե ասում հայ հասարակությանը, շատ լավ հասկանում եմ, որ քաղաքականապես եւ քաղաքացիական գիտակցության մակարդակը այն աստիճան չէ, որպեսզի քաղաքացին պատտվի եւ հարց տա։ Արդյոք այս իշխանությունը իր ծրագրային բոլոր կետերը կատարել է, որովհետեւ գիտի ոչ ոքի նախընտրական փուլում այդ ծրագրերը հետաքրքիր չեն։ Այո, միայն կարողացել են պոպուլիստական շատ ստանդարտ տեքստերով գրավել հասարակության լայն զանգվածներին, որպեսզի կորզեն այդ քվեները եւ սա այն ամենն էր, ինչ պետք էր այս իշխանությանը աթոռը պահելու համար։ Թե հիմա ծրագրում ինչ է գրված եղել, ես ավելին ասեմ, կուսակցություններում սովորաբար շատ քիչ մարդիկ կգտնվեն, ովքեր տիրապետում են իրենց իսկ կուսակցության
առաջարկած ծրագրերին, ուր մնաց թե հասարակական լայն զանգվածները հետաքրքրվեն եւ հարցնեն։ Եվ այս պարագայում, գիտեք, ընդհանրապես զարմանալ պետք չէ, իրենք շատ հանգիստ կարող են նայել դիմացինի աչքերի մեջ եւ ստել։ Կարող են շատ հանգիստ 3 ասած խոսքերից հրաժարվել։ Այնպես որ սա իրենց մոտ քրոնիկ հիվանդություն է եւ իրենց ուղիղ հատկանիշ է։ Հետևաբար պետք է հասարակությանը անընդհատ սիստեմատիկ ձևով ցույց տալ այս իշխանության բոլոր ստերը։ Ինչ ազդեցություն կունենա, դա արդեն ժամանակի հարց է, որը փաստորեն մենք չունենք։ Ունենում է։ Չէ, իհարկե ազդեցություն Չէ, իհարկե կունենա ժամանակ ու տարածություն։ Մի քանի ամիս առաջվա համեմատությամբ կրկնակի իջել է ռեյտինգը, դա նաև այն բանի արդյունքն է, որ Այո, պետք չի հասարակությանը մեղադրել, ժողովրդին մեղադրել, Աննա ջան, ես դրան դեմ եմ։ Օրինակ քո ասած խնդրում ես կարծում եմ, որ կա այդտեղ պետության մեխանիզմների շատ լուրջ խնդիր, որ կա օրենք, այդ կառավարության ծրագիրը, որ հաստատվում է 5 տարվա համար, օրենքով օրենքի ուժ ունեցող փաստաթղթ, բայց չկա մեխանիզմ, որ այդ օրենքը խախտվում է կամ հակառակն արվում, ինչ պետք է։ Եվ արդեն այսօրվանից սկսվել է այդ 5 տարվա հաշվետվությունների փուլը, խորհրդանի ներկայացնում են ինչ որ բաներ, հաշվետվություններ, այդ, հա, բանը, բայց այդտեղ էլ որևէ այսպես լուրջ բան մենք չենք տեսնելու, էլի, ես վստահ եմ, որ չենք տեսնելու։ Խորհրդատվական բնույթ է։ Հիմա երկրորդ հարցը, եթե նույնիսկ լիներ այդ մեխանիզմը, կան մեխանիզմներ, թե ասենք ոնց պիտի ԿԸՀ նախագահը լինի անկուսակցական, կան օրենքով կարգավորումներ, թե ինչպես պիտի, ասենք, չգիտեմ, ԲԴԽ նախագահը լինի անկախ, չի կար, ասենք, վարչապետը իր քավորի եսի ինչին նշանակի ԲԴԽ նախագահ, բայց մենք տեսնում ենք, որ այդ նախ այդ մեխանիզմը չկա, որ ոնց այդ օրենքը խախտելու դեպքում ոնց դե պատժվի բանը եւ այլն, դրա ավանդույթը չկա, մինչեւ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ոչ մի կառավարություն իր ծրագիրը միջև վերջ չի արել, ու ոչ մի ընդդիմություն չի ասել, բա ինչ է այսպես անում, այնպես անում եւ այլն, եւ ուրեմն մյուս կողմից էլ այն եղած մեխանիզմներն էլ հնարավոր է բուլդոզերով մտնել, քանդել, յուրացնել ամբողջ իշխանությունը եւ ոչ մի ուժային կառույց, ոչ մի, չգիտեմ, բան, այսինքն դատախազություն, չգիտեմ ինչ եւ այլն, ոչ մեկ ծպտուն չի անի, որ ասենք, բա, այս ինչ ես անում, ասես մենք չի կարելի անել։ Այսինքն մենք ունենք այստեղ եւ մեխանիզմի խնդիր, պետության մեխանիզմ եւ ավանդույթի խնդիր ունենք, որը չի եղել միջև հիմա այդպիսի բան։ Հետևաբար մարդկանց մեղադրել, որ ինչու չգիտեմ, չէ, հիմա բոլորովին մեղադրանք չէր, ես պարզապես ասում եմ, որ իրենք շատ լավ ճանաչում են հասարակությանը, այո։ Իրենք ճանաչում են, այսինքն իրենք արել են մի բան, ստացվել է այդ մի եղանակով, իրենք շարունակում են այդ նույն բանը անել, այնքան, քան դեռ ստացվում է։ Այո, օրինակ հիմա մենք տեսանք, որ անցած Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը ըստ էության սկսեց նախընտրական քարոզարշավը Գյումրիում, որը օրենքի խախտում է, այսինքն կա օրենք, որով կարգավորվում է, որ ասենք արտահերթ ընտրություններ այսքան ժամանակ է տրվում, այսօրից սկսում է, այսօր ավարտվում է եւ այլն։ Ինքը դա խախտել է։ Խախտել է նաեւ ՀՄԿ-ը, որովհետեւ այդ իր քարոզարշավը եթեր է տվել եւ լուսաբանել է։ Մենք զանգել ենք բան, այդ ՀՌՀ ասելու թե ինչ եք նախաձեռնում այդ ՀՄԿ բանը խախտումը բանանելու, ՀՌՀ-ի պատասխանել են, որ դա նախընտրական չի դիտարկվել, այլ դիտարկվել է որպես վարչապետի գործողություններ, վարչապետի պաշտոնից բխող գործողություններ, որը ուրեմն իրենք պետք է լուսաբանեն։ Այսինքն վարչապետի պաշտոնից բխող գործողությունը սեփական քաղաքական, ասենք, թիմին աջակցություն մրցակիցների նկատմամբ ինչ որ այո, այսինքն մենք տեսանք, որ վերահսկող մարմինն էլ դա արեց, ճիշտ է, ՀՌՀ-ն էլ արեց։ Հիմա ես վստահ եմ, որ ազգային ժողովի բաներին հարցնենք, որը նշանակում է ՀՌՀ անդամներին, իրենք էլ ոչ մի բան չեն ասել, ասել են դե լավ, հա, հիմա ես ինչ եղավ, այսպես եղավ, այնպես եղավ։ Հիմա մյուս կողմը, բովանդակային մասը։ Ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը Գյումրիում, ասում էր, որ սա Թալանի դեմ, չգիտեմ, վերջին ճակատամարտն է եւ այլն, 350 միլիոն դոլարի իբր ապօրինի գույքի հարց կա այս ընտրությամբ լուծվող, դրա համար բոլոր ուժերը եկել են այստեղ,
պայքարեն, որ իրենց այդ ապօրինի գույքը պահեն իրենց։ Հիմա նախ հարց առաջին, դա նշանակում է, որ եթե մարդը դառնում է քաղաքապետ, այսինքն իր ավտոմատ իր ապօրինի գույքը օրինականացվում է։ Այսինքն հիմա եթե Ավինյանը ունենա ապօրինի գույք, դա հնարավոր չի հետ բերել, որտեղ ինքը քաղաքապետ է։ Այդ քաղաքապետի պաշտոնը իրան ազատում է դատախազության, չգիտեմ ինչից։ Առաջ իր ասելուց սա է նշանակում։ Երկրորդը այն է նշանակում, որ ավականին փաստորեն ունի դատախազության ֆունկցիաներ։ Այսինքն եթե մենք ընտրում ենք ավականի, այդ ավականին կարող ասենք թալանը հետ բերի կամ նոր թալան կազմակերպի կամ չգիտեմ, այդ այսինքն ուժային բաներ կարան այդ ավականին։ Դա ոչ թե բան է, քաղաքի ինչ որ կոմունալ հարցեր լուծող մարմին է, այլ դա ուժային կառույց է իրականում, որը կարող ասես լուրջ որոշումներ կայացնի։ Եվ այս հետևությունները իր ասացի իրականում, ասենք ընդդիմադիր բաներ կողմից թևերից, օրինակ չգիտեմ, Վարդան Ղուկասյանը արձագանքեց, որ դու 5 հատ վարչապետ ենք փոխել, դու էլ 6-րդն ես լինելու, մենք կլնենք, դու կգնաս բան։ Այնտեղ գլխովը շատ ամբողջ Վարդանը կմնա ազազան չէ։ Դե Սարն էլ իրենց բանն է, բայց տվյալ դեպքում Սարիկն էլ ոնց որ Սարիկն էլ է գնալու էլի։ Հիմա բայց այստեղ ըստ էության այսպես վերլուծություն պատասխան չկա։ Այսինքն որ ես ինչ ես ասում, ոնց կարելի է այսպեսի բան ասել, սա նշանակում է հետևյալը։ Ոնց որ այն ժամանակ չկար։ Նո ասենք 18 թվին պես ոգևորության ալիքը, աջակցությունը եւ այլն շատ մեծ էր եւ այլն, բայց հիմա չկա, չէ՞ այդ ոգևորությունը, հիմա այդ ալիքը չկա, ասենք ուղղակի ինչ որ ասենք պատի ծակից դուրս եկած մարդիկ են, որոնք ձգտում են իշխանությունը պահել, պահպանել, չգիտեմ, նորեսի մինչեր նվաճել եւ այլն։ Հիմա իսկ ինչու է Նիկոլ Փաշինյանը դա անում, որտեվ իր մոտ մի անգամ դա ստացվել է եւ ինքը շարունակում է դա անել։ Այստեղ մի հատ էլ հանգամանք կա, որին ուզում եմ անդրադառնամ, էլի։ Ինքը իրան դիրքավորում է իբրև աղքատների թագավոր։ Բայց որովհետեւ ինքը շատ լավ գիտի, որ Հայաստանում ինչքան շատ են ինչքան մեծ տոկոսա կազմում աղքատությունը։ Մարդիկ, որոնք ունեն օրվա հացի խնդիր, Հայաստանում դա կատաստրոֆիկ մեծ տոկոս է կազմում։ Ու այդ մարդիկ են ընտրում էլի Նիկոլին, որովհետև իրենք հասկանում են, որ իրանք ապագա չունեն, հույս էլ չունեն, որ իրանք ունենան ապագա, եւ ընտրում են Նիկոլ Փաշինյանին, որ ոչ ոք չունենա ապագա։ Մեծ եթե այդ բաները հանենք, որ բաները, չգիտեմ, ինչ որ մարդիկ բիզնեսները լավ են, ասֆալտ են փռում, չգիտեմ, падգամավոր են դարել, պատահաբար, չգիտեմ, նախար են դարել եւ այլն, եթե այս մարդկանց իրենց ընտանիքներով հանենք, որ իրական մեծ թիվ չի, նո ասենք, չգիտեմ, մի 5000 պետական պաշտոնյա կա, այդ 5000-ը ունի, ասենք, չգիտեմ, ամենաշատը 10 ազգական եսիմինչ, դա իրականում մի 50000-ի կարգի թիվ է։ Մյուս այդ մեծ զանգվածը, որ ընտրում է Նիկոլ Փաշինյանին, իրականում հույս չունեցող մարդիկ են, որոնք գնալով փոխշանում է, մաշվում է։ Չէ։ Գեորգ ջան, համաձայն չեմ, որ այդ տենց դե նա ես ընդհանուր բանն եմ ասում, ինքը ինչի վրա հիմա ուզում ստավկան։ Ինքը վաղուց այլևս աղքատ չի։ Ինքը վաղուց աղքատ չի, այսինքն ինքը ասենք 2002 թվականից սկսած այլևս իրեն դժվար աղքատ անվանել է։ Հիմա ինքը միլիոններ ունի, բայց կամ միլիարդներ ունի, չգիտեմ ինչ ունի, էլի, բայց ինքը էլի իրան դիրքավորում է որպես աղքատների թագավոր։ Ընդ որում ինքը իր ընդունած օրենքները, որ ասենք, չգիտեմ, ոչ աշխատանքային օրեր ինքը պակասացնում է, չէ՞, այդ ում դեմ է դա։ Դա այդ աղքատների դեմ է, որովհետև եթե գործատուն պիտի, ասենք, կանչեր ասել հունվարի 3-ին արի գործի ստիպված կրկնակի աշխատավարձ տար, ես ասում եմ, նայ վարչապետը բանավորոշումը կայացել, դու պարտավոր ես գալ գործի։ Այսինքն սա իրականում իր ընդունած որոշումները հարուստների դեմ որոշումներ չի ինքը կայացնում։ Ինքը կայացնում է աղքատների դեմ որոշումներ, որը աղքատների կյանքը ավելի է աղքատացնում, բայց շարունակում է հույս ունենալ, որ ինքը ստանալու է աղքատների ձայները։ Սա գալիս է նաև նրանից, որ մեր քաղաքական համակարգում այդ ձախերն ու աչերը տարանջատված չեն։ Այսինքն չկան
սոցիալիստներ, որոնք պաշտպանում են աշխատողների գաղափարական հենքի վրա քաղաքական համակարգ չունենք, անձերի շահերի վրա հիմնված քաղաքական համակարգ է։ Այո, եւ ունենում ենք նորից այս աղքատների թագավորի բանը, վերածնունդը, որը բան անելու։ Եվ մի հատ էլ կարևոր բան է ինձ թվում այս ունենալու, մենք ունենալու ենք կապիկների, ծաղրածուների, չգիտեմ ինչերի շատ մեծ ուրեմն այսպես ասենք հորձանուտ ենք ունենալու կամ չգիտեմ պայթյուն, չգիտեմ հրավառություն եւ այլն, որովհետեւ հույսը լինելու է այն, որ այդպես ինչ որ առանձին դեմքերով փոքրիկ տոկոսներ կհավաքվեն եւ հետո դրանք կմիավորվեն։ Օրինակ հիմա Գյումրիում մենք դա տեսնում ենք, այսպես ծիծաղելի կլիպը, որ չգիտեմ մեկը, որը Արմեն Գրիգորյանի չէ, մահվան պատճառն է դարձել եւ ոչ ներողություն է խնդրել դրա համար, ոչ չգիտեմ գնացել ինչ որ ապաշխարանքի process անցել, ոչ մի բան, այլ հիմա նորից նոր ուժ է մտել, որը փորձում է ձայն փախցնի։ Իդեպ Հովիկ Աղազարյանն էլ իրան ոնց որ թե աջակցում է, այո։ Ամեն դեպքում սրանք բաներ են, արատավոր process-ներ են, որոնք հիվանդությունը խորացնում են ու սրա դեմ պետք է հիմքից պայքարել, էլի։ Ոստեղ են ասացի, խնդրեմ Անա ջան։ Ուղղակի հիմքից պայքարելու համար ես կարծում եմ առաջին հերթին հասարակական շատ խոր շերտերի տրամադրությունները պետք է հասկանալ։ Նիկոլ Փաշինյանի հաջողությունը մինչև օրս ինչու՞մ է կանում, այո համաձայն եմ, հռչակելով ինքն իրեն աղքատների թակավոր, այդպես պայմանականորեն ասած, ինքը շատ լավ հասկանում է այդ հասարակության լեզուն եւ կարողանում է շարունակել, կերակրել նույն բառամթերքով, ինչ որ 2018 թվականին նա կարողացավ հաջողություն գրանցել անկախ արտաքին կամ ներքին այլ գործոններից, որով որ պայմանավորված էր այսպես կոչված հեղափոխությունը։ Հասարակության լեզուն շատ հեշտ է հասկանալ։ Պարզապես պետք է չկտրվել այդ հասարակությունից, որովհետև 3 միլիոն չկա, բնակչություն Հայաստանում եւ մենք բոլորս տարբեր կապերով մեկս մյուսի հետ կապված ենք եւ շատ լավ հասկանում ենք մեր առօրյա բոլոր խնդիրները։ Պարզապես քաղաքական դաշտի ապականությունը այնքան է խորացած եւ անձնային խմբակային շահերը այնքան են գերակայում, որ այդ քաղաքական տարատեսակ ուժերին ընդհանրապես չի հետաքրքրում հասարակության այդ տարբեր շերտերի խնդիրները։ Եվ այն ուժը կամ այն ուժերը կամ այն անհատները, ովքեր որ կկարողանան այս խնդիրները, սկսած սոցիալականից մինչև անվտանգային, կրթական, մշակութային եւ այլն, այդ բոլոր խնդիրները համառոտագրած եւ իսկապես անկեղծ ու ժողովրդական լեզվով հասցնեն այդ հասարակության տարբեր շերտերին, նրանք էլ կկարողանան հաջողություն ունենալ եւ հակակշիռ ստեղծել այսօրվա իշխող վարչակարգին։ Այլապես մենք շարունակելու ենք դասական ճանապարհով գնալ, պարզապես առաջ բրթելով միջանձնային տարբեր խնդիրները, որը որ այսօր շատ վառ ձևով արտահայտվում է ընդդիմության տարբեր թևերում։ Եվ ինձ մոտ շատ հաճախ օրվա մեջ նույնիսկ մի քանի անգամ հարց է առաջանում. արդյոք այնքան մեծ է գայթակղությունը, անհանդուրժողականությունը իրար չներելու եւ այդ խնդիրների կամ միմյանց միջև ունեցած հանցագործությունների ծանրակշիռ լինելը, որ չեն կարողանում այդ բոլոր խնդիրները մի կողմ դնել եւ ունենալ մեկ նպատակակետ եւ պայքարել այդ նպատակակետի դեմ։ Փաստորեն ապացույցը հետեւյալն է, որ այո, անհանդուրժողականությունը միմյանց հանդեպ շատ ծանրակշիռ է, որ չեն կարողանում անցնել բոլոր միջանձնային կամ միջխմբակային հակադրությունների վրայով, ինչը որ շատ ցավալի է։ Եվ կարծում եմ այդ խմբերը հաջողություններ չեն կարող ունենալ, չեն կարող ակնկալել ծանրակշիռ աջակցություն ունենալ հասարակության կողմից եւ լինելու են
չգիտեմ, կլինի փողոցային պայքար, կլինի որևէ հերթական ընտրական պայքար, նախընտրական պայքար, իրենք պարզապես ջարդելու են բոլոր քաղաքացիների ձայները, ձևավորելու են նոր պարլամենտ կամ չգիտեմ նոր տեղական ինքնակառավարման մարմիններում իշխանություններ ու շարունակելու են պտտել նույն անիվը, ինչ պտտվում է 2018-ից ի վեր։ Ու այստեղ մեր հանրային հոգեբանության հիվանդություններից մեկը, որ արդեն տևական ժամանակ ես ինքս նաև իմ մաշկի վրա եմ զգում, պատասխանատվության բացակայությունն է, որ դրա համար անընդհատ իրար վրա մեղքը գցելու, երբեք որևիցե մեկը իր վրա անկեղծ պատասխանատվություն չվերցնելով ու ներողություն չխնդրելով, այդ ամեն ինչը շարունակվում է մինչև հիմա։ Այդ թեման, որ ասցինք, հա, այդ հայտնի հարցը, թե ով բերեց Նիկոլին, հա, այդ մեղքը, ումն է այդ մեղքը, ասում է դու ես մեղավորն, ասում է դու ես մեղավորն, ասում է քո բարեկամներ հրապարակում, ասում է քո բարեկամներ հրապարակում, շատ զավեշտալի է։ Հենց դա ցուցիչն է դրա, որ հասարակությունը իսկապես առողջացման կարիք ունի ու կրթական քաղաքականության մեջ առաջնահերթ մենք պետք է մտցնենք պատասխանատվության գաղափարը երեխաների մեջ, պետք է մտցնենք արածի համար պատասխան տալու, արածի համար ներողություն խնդրելու, արածի համար զղջալու, եւ այդ զղջումը բարձրաձայն անելու եւ դրանից չամաչելու, դրանից նսեմացված չզգալու, ված չզգալու այդ գիծը Ես շատ բաների համար եմ զղջում, օրինակ ասենք ժամանակին դրա մասին խոսել եմ։ Օրինակ նրա համար ես հիշում եմ Civilnet-ի լրագրող օրինակ ինձ հարցրեց, ասաց, երբ որ ինձ համալսարանից հանել էին, ասում եմ որ դուք աշխատում եք համալսարանից չէին հանել դասախոսներ, ասում եմ հանել էին դասախոսներ, ասում եմ բա ինչ չեք, ասում եմ համարձակություն չունեի այն ժամանակ, զղջում եմ, այո։ Համարձակություն բան չի արել, որ իմ խելքով էսպես փորձել եմ ներքին, ասենք, ձևերով ազդել գործընթացի վրա չի եղել, բայց դրա մասին օրինակ չեմ բարձրաձայնել հարկ եղած դեպքով եւ դրա համար զղջում եմ, ասենք, օրինակի համար եմ ասում։ Եվ բայց ես քեզ մի ուրիշ հարց եմ։ Հիմա Աննան խոսում է ըստ էության անունները ես տամ դուք չեք տալիս, ես ասեմ։ Երկու նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հակասության մասին։ Հասկանալի է ում մասին։ Հիմա արդյոք սա զուտ մարդկանցով պայմանավորված խնդիր է։ Աննան խոսում է այնպես, որ ասենք իրենցից եկող բանը ու ընդհանրապես այս բանը ընդհանուր այս հրաձգությունը, փոխհրաձգությունը որ կա, իրենք թիրախավորում են մարդկանց, այսինքն Քոչարյանականները ասում են Սերժ Սարգսյանն է մեղավոր, որտեղ ինքը այսպեսին է, այսպես ասենք Սերժականները ասում են, որ Քոչարյանն է մեղավոր սրա համար։ Ու այնպեսի տպավորություն ստեղծում, որ իրենք են վատը ու այդ համակարգը իրենցից է գալիս։ Բայց արդյոք դա մարդկանցից եկող հարց է։ Որտեւ ես կարծում եմ, որ իրականում այստեղ ավելի խորը խնդիր կա։ Այսինքն եթե փորձենք օրինաչափություն գտնենք, էլի սրա մեջ, օրինաչափությունն է, որ երբ որ դու չես կարողանում ագրեսիա հանես դուրս, մարդկային է, որ ագրեսիան դուրս է ուղղվում, սերը ուղղվում է ներս։ Այսինքն դու դուրս ես գալի կռվես անում եւ այլն, հետո գալիս ես ընտանիքիդ անդամներին սեր ես տալիս։ Բայց եթե դու դուրս ես գալիս, քո ագրեսիան ջարդում են, դու չես կարողանում դա դուրս տաս, դու սերն ես դուրս տալիս, փոխվում է էլի բանը վեկտորները։ Դու հետո գալիս ես եւ ընտանիքիդ անդամների վրա ես բանանում, չէ՞, ու այդտեղ մենք ասում ենք, որ դու ինչ թույլ տղամարդ է գալիս է տուն իր ագրեսիան բանի տաննա բանանում թափում։ Հիմա մենք նույնն տենում ենք Նիկոլ Փաշինյանի մոտ։ Ինքը դուրս է գալի, դուրս դառնում է հեզիկ, նազիկ, պուպուշ, մի հատ, չգիտեմ, շունիկի դեմքը ընդունում, եսիմ ինչի, ասենց ընտանիք ենթաների, վայ, ընդ որում կապ չունի ով է, դա արաբներ են, թուրքեր են, ռուսներ են, ամերիկացիներ են, եվրոպացիներ են, բոլորի մոտ ինքը մի ասենց հեզիկ, նազիկ, ասենց խելոք, պուպուշ, փամփլիկ խաղալիքա եւ այլն, գալիս է հետ, փռենք ասֆալտին, խփենք պատերին, եսիմ ինչ անենք, ճղենք, եսիմ բանանենք, դոմփենք, եսիմ այս բաները լավ չի ասում, հետո ասում չես դասում չեմ ասա։ Չէր հիշում։ Հա, չէր հիշում։ Խմած էր։ Ինչա դա գալիս, որտեվ ինքը չի կարող այդ
կերպարը հերոսական եւ այլն դուրսը ցույց տա։ Նույնը ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչյանի պարագայում իրենք չեն կարող այդ ագրեսիան դուրս անեն, իրենք չեն կարող իրական պայքարեն Նիկոլի դեմ եւ այդ ագրեսիան ուղղում են իրար դեմ։ Սերը հետեւաբար մնում է Նիկոլ Փաշինյանին։ Էլ չեն հասցնում իրանք ագրեսիան ուղղեն դուրս։ Դե ամենայն դեպս սերը չենք տեսնում։ Համաձայն եմ, որ ուժի պրոյեկցիան չենք տեսնում, բայց սերը չենք տեսնում։ Դե հա, տես չի որ ինչա բան է, բայց էլ ուժ չկա, որ մի հատ էլ ուղղվի ինչ որ տեղ, էլի։ Նո ամեն դեպքում ես հակված եմ նրան, որ ինչա process-ներ պետք է օրինաչափություն գտնել դրա մեջ, էլի, ոչ թե ասել, որ սուբյեկտիվ մեր բախտը չբերեց եւ այլն։ Դիտակցումն է ու բանն է, իրական զղջումն է, իրական ներողությունն է, ոչ թե խոսքի համար, բառերի համար ասել։ Ես կարծում եմ, որ սա լուծման ճանապարհը հաղթանակն է։ Այսինքն, երբ դու դուրս ես գալի ագրեսիվ թափում ես դուրս եւ հաղթում ես ինչ որ տեղ, հետո սովորում ես, որ արդեն կարելի է այսպես անել։ Բայց դա հավի եւ ձվի հարց է, էլի, հարցի է վերածվում։ Հաղթելու համար իսկ ինչա պետք։ Դե դրա համար օրինակ առաջին բանի ժամանակ, պատերազմի ժամանակ կային այնտեղ նաեւ կեղծ հաղթանակներ։ Այս սկզբնական շրջանում ինչ որ բաներ են տեղի ունենում, որոնք ներկայացվում են որպես հաղթանակ, բայց դրանք իրական հաղթանակներ չէին։ Կամ այսպես մեկը հաղթելու են եւ այլն։ Հա, այդպես դա արդեն գալիս է հրամանատարից, որ ինչն է ինքը դիտում որպես բան էլի, թիրախ, ոնց է մոտիվացնում, ոնց է առաջ տանում եւ այլն, ոնց է կազմակերպում։ Դե տեխնոլոգիաների մեջ այսօր դժվար է մրցել Նիկոլի հետ։ Ինքը այդ PR տեխնոլոգիաներով արհեստական հաղթանակներով դժվար է։ Այստեղ խորքային ու անկեղծ։ Ես ճիշտ ասած համաձայն չեմ քեզ հետ Մենա ջան, ինքը ունի շատ մեծ ռեսուրսներ, շատ մեծ։ Այսինքն օրինակ հանրապետական սփռում ունեցող լրատվամիջոցներ ունի, իր կողքին այսպես շատ մեծ բաներ կան, ռեսուրսներ ունեցող կենտրոններ կան եւ այլն եւ ներքին եւ արտաքին, բայց ես չեմ կարծում, որ իրանք այսպես գերտաղանդավոր ու գեր չգիտեմ ինչ են, սկսած նրանից, որ օրինակ ասենք չգիտեմ։ Չէ, գերտաղանդավոր չէ, դաշտում իրենք այդ մրցակցությունից լավ որ դուրս են էլի փաստորեն։ Դե Գերակշռում են, ես կասեի, իսկ որակը բնականաբար անհամեմատելի է, որովհետեւ ունենալով այդ ծանրակշիռ ռեսուրսները, իրենք անորակ բովանդակությունը թողարկելով կարողանում են զուտ մասշտաբների հաշվին դեռևս առաջատար լինել։ Բայց էլի այդքանով հանդերձել էլի մաշվում է։ Այդտեղ մի հատ էսպիսի բան էլ կա, էլի Մենա ջան, շատ չգիտեմ, իմ կարծիքով շատ լուրջ բան կա։ Այդ ռեսուրսները իհարկե շատ են եւ այլն, բայց մի հատ ուրիշ կողմ էլ կա դրան։ Դու չես կարող ասենք ազնիվ լինես ու բանավիճը ստախոսի հետ։ Այսինքն դու խոսում ես ստախոսի հետ, չգիտեմ, իմ կյանքում մի քանի անգամ եղել է, որ պատասխանները անիմաստ եմ լրիվ հավանում։ Կառավարությունը որ դու ինչո բան ես ասում, ինքը ինքան որ մի բան պատասխանում, հա, դա պիտի ավարտվի ապտակով։ Եթե դու չես կարող ապտակես, այսինքն եթե ստախոսին, մուտիլով շիկին, չգիտեմ ինչ, ի վերջո դա ապտակով չի ավարտվելու, դու չպիտի մտնես այդ բանի մեջ։ Կամ շշով։ Չպիտի մտնես։ Հա, որտեվ դու չես կարող էլի, եթե մարդը պատրաստ է անդադ սուտ խոսա, անդադ մի բան ասի, այնքան որ ասելու համար, ու այդտեղ չկա ինչ որ մի հատ բան կողքից մեկը կամ բան որ ասի որ չի կարելի սա ասել, ինքը անդադ կարող խոսա։ Ու ընդհանրապես ինչքան ասենք մարդու մակարդակը ցածր, ինչքան ասենք արժանապատվությունը քիչ, չգիտեմ ինչը բան, այնքան այդ բանը անդադ խոսալու բանը կա, այն հետևից խոսալու, վերջին ասելու, չէ, ինչ ասես հիվանդագին բաներ կան, որը հիմա մենք տեսնում ենք կոնկրետ։ Ու եթե դու չունես այդ ապտակելու հնարավորությունը, դու չպիտի մտնես այդ երկխոսության մեջ։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ ինքը խաղարկել է նորից այդ բանը, իր թալան մալան, չգիտեմ ինչ եւ այլն, ու դրան նվատանել, արդեն ակնհայտ է։ Թալան, պատերազմ, մի քանի բառեր կան, այսպես, որոնք որ միշտ բոլոր գործընթացներում իրենք։ Հիմա դա ինքը 5 տարի ասում է, չէ՞։ 7։ Կա դրա։ 5, հա, պատերազմը ասում է 5-րդ, այո։ Հիմա կա դրա դեմ հակաքայլը։ Չկա։ Ցույց տալ պարզապես, որ այն ինչ որ 18 թվականից մինչ օրս պնդում էր, խոստանում էր, չկա։ Մի պարզ հարց այն քաղաքացիներին, ովքեր շարունակում են այդ խոստումներով եւ այդ կեղծիքներով ապրել ու հույս ունենալ։
Ինչ է փոխվել այդ մարդկանց կյանքում։ Բացարձակ ոչ մի բան, վստահ եմ, այս հարցը քաղաքացիները իրենց տալիս են։ Հենց սրանով էլ պայմանավորված է, որ վարկանիշը անընդհատ երկրաչափական պրոգրեսիայով, ես նույնիսկ ասեի, ընկնում է։ Ուղղակի այդ վարկանիշի անկումը կապիտալիզացնող չկա, այսինքն չկա հակակշիռ ուժ, որ կկարողանա խաղարկել այդ վարկանիշի անկումը։ Դա շատ ակնհայտ է, մարդիկ ովքեր որ մոլի ձևով պաշտպանում էին Նիկոլ Փաշինյանին, այսօր հրաժարվում են։ Շատ մի հատ հետաքրքիր ինդիկատոր ասեմ։ Պարզ ամեն օր տաքսիներում նստելով, տաքսիստներին խոսացնելով, շատ հանգիստ կարողանում ես էական 180 աստիճան փոփոխությունը տեսնել։ Այլ էր պատկերը 1.5, 2 տարի առաջ, բոլորովին այլ է հիմա պատկերը։ Առաջ եթե պայմանականորեն 10-ից 8-ը պաշտպանում էին Նիկոլ Փաշինյանին, այսօր այդ 10-ից 1-ը կգտնես, շնորհակալ կլինես, եթե իրոք պաշտպանի, որովհետև ամոթ է իրենց համար, մարդիկ սկսել են հասկանալ, որ սա տոտալ խաբեություն էր, իրենց կյանքը չի բարելավել, թալանը հետ չի վերադարձել, աշխատավարձների խոստումները, որ հայտարարում են, դա էլ սուտ է, ուսուցիչների աշխատավարձները, թոշակառուների աշխատավարձները, առողջապահական համակարգը, այսինքն ամեն տեղ կոլապս է, եւ այդ բարելավումը, բարեկեցությունը չկա։ Միակ բանը, որ քաղաքացիները կարող են, այսպես ասել, ասֆալտ, ինչ ասֆալտ, որը տարին 12 ամիս կարկատում են, նորից վերանորոգում են, պարզ է, չէ, որ էլ հնարավոր չի այդ ասֆալտով մարդկանց շարունակել խաբել։ Դրան գումարած նաև ամենաահավոր բաներից մեկը էլի, որ մարդկային հարաբերություններ, ես Աննա ջան համաձայն չեմ քո ասածների հետ, ասեմ ինչ։ Որ մասնավորապես ասեմ, որ ասածների հետ։ Նախ, որ դու ասում ես վարկանիշը, չէ՞, վարկանիշը իրականում իսկ որ ղեկավարն Հայաստանում բարձր վարկանիշ ունեցել։ Ասենք բարձր վարկանիշ ունեցել են Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմը, ամենասկզբում երբ որ դարձել է։ Այո։ Հետո ես հիշում եմ արդեն 96-7 թվականներին կանայք կային, որոնք ասում էին, որ իմ երջանկությունը կլինի այն, որ սատկած տեսնեմ, չգիտեմ ինչ անեմ եւ այլն։ Նույն բանը ես տեսել եմ Ռոբերտ Քոչյանի հանդեպ, նույն բանը տեսել եմ Սերժ Սարգսյանի հանդեպ։ Ասել, որ Հայաստանում երբևէ եղել է իշխանափոխություն ցածր վարկանիշի պատճառով, ես կարծում եմ, որ միամտություն է։ Չէ, բոլորովին դրա մասին չի խոսքը, պարզապես պետքա մենք այսօրվա իրավիճակը, որ գտնվում ենք, հիմա մենք ուզում ենք հասկանանք, թե ինչ կարելի է անել, ոնց կարելի է ելք գտնել, չէ՞, բայց ելքի դեպքում ես ասում եմ, որ մինչև հիմա, ասենք Հայաստանի 30 տարի անկախ է, ես չգիտեմ խորհրդային տարիներին, ասենք Կարեն Սերոբիչի ինչ ռեյտինգ ուներ կամ ինչ ուներ, ես այն ժամանակ, բայց ես հիշում եմ, որ ինչ-որ էլի իրան մեր տանը համենայնդեպս իրեն չեն գովել։ 88-ին էլի իր Չէ, ինչ-որ պատմություններ, որ ասենք այս գետնանցումի համար 100,000 ռուբլի կաշառքա վերցրել, սրան նշանակել է տնօրեն նրա համար, ես ինչ-որ այդ խոսակցությունները ես շատ վաղ տարիքից լսել եմ։ Չհասկանալով ինչա 100,000 ռուբլին էլ։ Բայց բանը, որ ոնց ասեմ, չեմ կարա վարկանիշի մասին ասեմ, բայց կարամ ասեմ հաստատ, որ համենայն դեպս քաղաքում Երևանում եւ այլն այդպես ցածր վարկանիշ է եղել։ Հիմա հետեւաբար հենվել ցածր վարկանիշի վրա սխալ է։ Երկրորդ երբեք մի գործոնի վրա չարժե հենվել, որովհետեւ քաղաքական փոփոխությունը ակնհայտ է, որ մի գործոնով չի պայմանավորված։ Վարկանիշը այն կարևոր գործոններից մեկն է, որը քաղաքական ուժը պետք է օգտագործի ի օգուտ իրեն, սրա մասին է։ Հիմա երկրորդը ասֆալտի մասին։ Ես էլի համաձայն չեմ քեզ հետ, ասեմ ինչու։ Ուրեմն իրականում այդ ասֆալտի մեջ դու դա չես հասկանում, որովհետև դու ապրում ես քաղաքում։ Բայց օրինակ, ես մի օրինակ բերեմ։ Ես շատ սիրում եմ Երերույքի տաճարը։ Եվ ինչքան, ասենք, թանկյուր եմ ունենում, որ զում Հայաստանը լավ ներկայացնեմ եւ այլն, միշտ անում Երերույքի տաճար։ Միջև ես մեքենա քշում եմ 13 թվականից, մի 10 տարի այդ Երևույքի տաճար գնալ գալը Գյումրիից տևում էր մի 3 ժամ ու մեքենան դրանից հետո անպայման պետք էր տանել բանի մոտ այսպես ասենք Խադավիկի շարժիչը գործի, չէ, հասկանալի է Գևորգ ջան։ Ես հասկանում եմ, թող ասեմ, չեմ ասում։ Հիմա ես էս վերջերս գնացել եմ, մի կես տարի արդեն, մի 20 րոպեում գնում գալիս ես։
25 րոպե։ Իհարկե, այդտեղ կա հարց։ Դու այդ փողը որ պարտքով վերցրել ես, դրել ես ասֆալտ ես սարքել։ Հետո գալու է այդ պարտքը վերադարձնելու ժամանակ։ Եթե դու այդտեղ դնեիր, ասենք գործարան, ինչ-որ բան որ փող է բերում, հետո կարողանայիր այդ տոկոսը տալ, հետո կկարողանայիր դրանով նաև ասֆալտ սարքել։ Բայց այդ մարդիկ գյուղացիները չեն տեսնում։ Այդ գյուղացիներին սա բացատրող չկա։ Կա իրենք տեսնում են, որ չկար 30 տարի ոչ ոք այդ գյուղերը, այդ սահմանամերձ բանը այդտեղ հասնելու համար իրենք տեղից էլ ֆինանսական խնդիրներ ունեն, չգիտեմ ինչ ունեն եւ այլն, մի հատ էլ լրացուցիչ մեքենան ջարդվում է, լրացուցիչ չգիտեմ ինչ ալում եւ այլն, եւ այդ գյուղերը դատարկվում են։ Իսկ հիմա տեսնում են ասֆալտը կա։ Հիմա ձեր ասածների հիմա հետեւաբար, չի հակասում, մեն ջան, չէ, ես ուղղակի ուզում ասեմ, այս մարդկանց բանը, այս վարչախմբի իշխանատենչությունը այն աստիճան է, որ այո, այդ փողերը պարտք են անում եւ դնում են ասֆալտի վրա։ Մի բան ասեմ։ Հա, հիմա նայ։ Ես ասենք ես մաթեմատիկայի ուսուցիչ եմ, չէ՞։ Ունեմ աշակերտներ։ Ասում ես ապուշները չեն հասկանում այս խնդիրը, չեն կարող լուծել բան եւ այլն, բայց ես չեմ մեղավոր, որ իրենք չեն կարող լուծել։ Այսինքն որ մարդիկ այդ ասֆալտի եւ բանի իրանց ապրուստի միջև տարբերից կապը չեն տեսնում։ Երկարաժամկետ կապերի շղթան է։ Չեն տեսնում, դա խոսողներն են մեղավոր դրա համար։ Եվ իհարկե նաև այդ գզվրտոցը, որը այս ընդդիմության մեջ, որ այսպես փոխհարաձգությունը եւ այլն բան շարունակվում է, դե մտածում են, դե հիմա գոնե ասենք, բա ինչ անես, ուրեմն դե թող այսպես դա լեգիտիմացվում է։ Ու իդեպ սա շատ նման է մի հատ իրավիճակի, երբ որ ասենք Բաքվում չգիտեմ, շատ գեղեցիկ աղջիկ է լինում, ու մի հատ անդուր ուզող է հայտնվում այդ աղջիկը եւ լարում է բոլոր, ասենք, հնարավոր ուզողներին, խափելով, չգիտեմ, մեկին ասում եմ ընկերուհին է, մյուսին ասում է, չգիտեմ ինչ եւ այլն, ու այդ աղջիկը մնում է առանց ամուսնանալու տանն է մնում, ստիպված ամուսնանում է անդուրի հետ, կամ էլ մնում է իհարկե այդպես շատ ուշ տարիքում ամուսնանում է անդուրի հետ։ Հիմա այդ բանկա, չէ՞, ասենք աղջիկը ինքը սիրում է, բայց չի ջոգում այդ բանը։ Հիմա այս քաղաքական դաշտի աղջիկների կարողությունները։ Ես շատ եմ լսել դա։ Դու այդ պատմությունը մի կողմից ես տեսել, լսել։ Ուզում ասեմ, իվերջո այո, այդ ամեն ինչը բերում է նրան, որ էլի օրակարգը, էլի խոսույթը, դիսկուրսը էլի Նիկոլի մասին է գնում։ Այս է ամբողջ խնդրեմը, որ էլի Նիկոլի մասին է խոսվում, անկախ նրանից այդ ուժերը իրար խփում են, ինչ են անում, բայց էլի թեման Նիկոլն է։ Ու հենց որ մենք սկսենք որ Նիկոլին հանել թեմայից օրակարգից, շատ ավելի հեշտ կլինի այդ նաև նոր ուժի հայտ գալն էլ ելքն էլ էլի, այսպես ասած, ավելի հեշտ կլինի։ Ու այդտեղ մենոյ ջան, դու շատ ճիշտ ես ասում, այդտեղ կոնցեպտուալ բան, որ ելքը հեշտ կլինի, դու հիշեցիր ձեր դաշինքը։ Այրով հուշեր։ Պատմությունից դեպք հիշեցի։ Դա եղել է վաղուց եւ ոչ ճիշտ, եթե հայերեն ասենք։ Այդտեղ կա նաև կոնցեպտուալ խնդիր, էլի, որ Հայաստանի ապագան ինչպիսին պիտի լինի, այսպես կոնցեպտուալ ձևակերպում դրա պարզ հասկանալի ձևակերպում, ոչ թե ճոռոն, որ միավորվենք մեր ուժերը, չգիտեմ ինչ անենք եւ այլ գործողությունների բաներ, քայլերի հերթականություններ, նկարագրություններ, ռազմավարական, եւ ռազմավարականի եւ մարտավարականի, դա կոնցեպտուալ բաներ, ինչ անել, դա չկա։ Նայ Որտեվ ասենք ընդդիմություն դուրս է գալի փողոց, անում է այն ինչը որ արել է Նիկոլ Փաշինյանը։ Չկա թե հանրությանը հայտնի չի։ Չէ, մի վարքյան Հայաստանի մասին տեսլական հեռանկար, հա, գաղափարական ուղենիշներ չկան, թե կոնկրետ օրի վրա իշխանություններին հեռացնելու ծրագրի մասին է խոսքը։ Երկուսն էլ չկա։ Եվ այդ ապագան համաձայն եմ, առաջ հետ կապված համաձայն չեմ, այնքանով որքանով կան իրականում, բայց կոմունիկացնելու խնդիր կա ասենք մի էջի վրա կամ ասենք 5 էջի վրա 10 էջի վրա նկարագրություն ինչպեսին պիտի լինի Հայաստանը գաղափարական ուղենիշների մակարդակով օրինակ մենք ունենք հայակվեն ունի օրինակի համար դե որ կարդամ չէ բայց շնորհակալություն հարցը բարձրացնելու համար որ գուցե չգիտեմ կամ այս շրջանակներում կամ կոմունիկացիոնը ավելի մատչելի դարձնելու առումով այո օրախնդիրը դա ներկայացնել է ուրեմն կար այսպեսի մի շրջան երբ
նույն այսպես ասենք եվրոպական կլասիկ դարաշրջան էլի, երբ վերածննդից հետո երբ այսպես փիլիսոփայություն կար, արվեստը կարդում էր փիլիսոփայություն եւ այլն, գերմանացիները գիտեին, որ բաները ֆրանսիացիները գիրք կարդացող չեն եւ չեն հասկանալու այդ գիրքը եւ գրում էին բաներ։ Հանրագիտարան։ Չէ, եւ գրում էին նախաբաններ ու լինում էր նաեւ, որ գիրքը լինում էր ասենք բան գերմաներեն, բայց նախաբանը լինում էր ֆրանսերեն, որ ֆրանսիացիները հասկանան։ Ու ֆրանսիացիները, ասենք նկարիչներ, պոետներ եւ այլն, իրենք բան էին ստանում այդ նախաբաններից, որտեղ դա ցած པարզ գրած բան։ Ու կա տեսություն, որ ասենք ռոմանտիզմի համար շատ մեծ բան ա ունեցել հենց Ֆիխտեի գրքի նախաբանը ու այդ նախաբանը մի քիչ չի համապատասխանում գրքին, բայց այդ նախաբանը շատ բան ա եղել, էլի։ Հիմա այդ նախաբանները չկան, գուցե կան մարդիկ, որոնք կոնցեպտուալ պատկերացնում են, էլի, բայց այդ նախաբանները, որ այն մյուս ուղղության մարդիկ կարդան եւ ոգևորվեն դրանով, գաղափարներ ստանան եւ այլն չկա։ Ինչը որ ասվում է, դրանք մաշված բաներ են։ Ոայ մեր համապարփակ անվտանգությունը մաշված բան է։ Օրինակ հենց այս տաղավարում Չալաբյան Ավետիքը նայր Նունեի հետ միասին եւ ասենք ռազմի ոլորտում փորձագիտական կարողություններ ունեցող մարդու հետ միասին, ասենք օրինակ դրած վերլուծում։ Ես համաձայն եմ, որ անկեղծ ասեմ, ես դա լրիվ չեմ նայել։ Հիմա արի մյուս այնքան պարզությունը եւ այդ նախաբանային ձևով ներկայացնելու խնդիր։ Բայց այդ նախաբանները հիմա էլ կան։ Կան օրինակ ռիլեր։ Չէ, այսինքն դու կարաս հարցազրույցից ամենակարևոր, ասենք, չգիտեմ, 3 կետերը կտրես, ասենք մենք մեր ոդքասթը կտրում ենք։ Այդ բայց ու դա բան է տալիս, դու հասկանում ես նայելու բանը, թե նայելու բան չի։ Օրինակ եթե դենք վատ ես կտրում, չի նայում, բայց շատ լինում է, որ այդ ռիլից հետո գալիս են մեծ հարցազրույցը լրիվ նայում են։ Բայց այդ նախաբանի բանը մեր մոտ չկա։ Հասկանում ես, իսկ դա որ չկա, նշանակում է մարդիկ, որոնք դա կամ չգիտեմ, քիչ տարածված է, կարող ասենք, չգիտեմ, չեմ ասում, որ բոլորը չունեն, բայց այդ պահը, որ դու չես նայ Մենոյ ջան, եթե դու անկախության հռչակագիր չկա, եթե ասենք գրականագետը կարողանում է երեխային բացատրի, ասենք Հովհաննես Թումանյանի ֆենոմենը, նշանակում ինքը շատ լավ հասկանում է Հովհաննես Թումանյանը։ Եթե ինքը չի կարողանում պարզ բառերով դա բացատրի, նշանակում է, որ ինքն էլ լավ չգիտի դա։ Հասկանում ես, դա չի հավատում դրան, չգիտեմ ինչ չի անում։ Օրինակ ես միշտ խորհուրդ եմ տալի, որ ուրիշին սովորացրեք։ Հենց սովորացնում ես, դու ավելի լավ ես դա հասկանում։ Դա մեր շատ նոր է իդեան եկավ մտքից, մեր գիտության մեջ էլ այդ խնդիրը կա։ Համենայն դեպս իմ մասնագիտության բնագավառում, ասենք, որ ես կարդում եմ արևմտյան գիտնականների հոդվածներ, մեկ էլ մեր հայրենական կամ թեկուզ հետ խորհրդային նախաբանի մեջ անպայման հիպոթեզը, ընդհանուր պատկերացումը, խնդիրը ինչն է եւ խնդրի մոտավորապես լուծումը նախաբանի մեջ տրվում է։ Այսինքն դու նախաբանը որ կարդում ես, եթե քեզ մոտ հետաքրքրությունը առաջացավ եւ ուզում ես պատասխանները մանրամասն գտնել, հոդվածը կարդում ես։ Մեզ մոտ օրինակ այդպես չի, մեզ մոտ ոնց որ դետեկտիվի բանով է գնում ավելի շատ այդպես։ Գիտես ինչ կլինի։ Չգիտես հələ կարդում ես, սկզբից կարդում ես, անվանացանքնել չի լինում, չգիտեմ։ Բան սա հետաքրքիր բան է, որ իդեպ գիտության մասին մի բան ասեմ, էլի։ Մենք ուրեմն ունենք գրականության երկու բան աստիճ ճանաչնորման հանձնաժողով։ Մեկը գրականության ինստիտուտ, մյուսը բանասիրական ֆակուլտետում։ Կարող է լիքը, չգիտեմ, բայց այդ երկուսը հաստատ գիտեմ։ Ուրեմն մեկում համարում են, որ նահապետ Քուչակ չի եղել, հայրենները բանա, ժողովրդական ստեղծագործություն այդպես բանով, մյուսում համարում են, որ եղել է։ Նույն մարդիկ, մինչև համ այստեղ են անդամ, համ այնտեղ են անդամ։ Այստեղ գալիս են քվեարկում են, որ չի եղել։ Հա լուրջ, ասենք այստեղ պաշտպանվում են, ասենք տեխնացուականներ, դոկտորականներ եւ այլն, այնտեղ պաշտպանվում են բանը։ Ու ասենք մենակ, ասենք Վանո Եղազարյանի շնորհիվ, քո հայրենակից, որ ինքը ասենք դրա դեմ գրում է, խոսում է եւ այլն, որ ինքը չլինի այս բանը,
որ ասենք դու ստեղ գալիս ես սա ես քվարկում, գնում ես այնտեղ հաջորդ ուրբաթ գնում ես ասենք դրա հակառակն ես քվարկում։ Բոլոր տեղի քաղաքականության մեջ էլ կա, չէ՞։ Այդ եմ ասում, դա հետևողականությունն է, որը չկա։ Մոլի արևմտամետը դառնում է մոլի ռուսամետ։ Այո, հիմա շատ հետաքրքիր հարց ես բարձրացնում։ Հիմա Եվրաքվեի այդ օրինագիծը հետաձգվել է, չէ՞։ Ու Փաշինյանի բաներից մեկը, իր այսպես ուժեղ գործիքներից մեկը ռուսի ագենտ արտահայտությունն է, որ ասենք չեն իմանում ինչ ասեն, ասում են ռուսի ագենտը։ Ես վստահ եմ, որ հիմա որ մայիսին գնալու է Շքերթիա մասնակցելու, խոսալու է հայ-ռուսական բարեկամության մասին, չգիտեմ ինչի մասին եւ այլն բան, գալու է նույն դեմքի արտահայտությամբ, ասել է Ամերիկայի շպիոն կամ չգիտեմ Եվրոպայի շպիոն կամ ինչ, ու դա այդ նույն ռեսուրսներով, նույն եսիմչերով, նույն ձևով տարածվել է։ Եվ մարդիկ սկսել են արդարանալ, որ իրանք արևմուտքի շպիոն չեն, եսիմ Ամերիկայի հետ շպիոն չեն եւ այլն։ Այդ այլ իր ասածների պատասխանատվության բան է, որ ասենք նույն մարդը մեր գոլեգաներից Ժաննա Անդրեասյանի մի հատ ասենք բովանդակությանը սրտիկա դնում եւ այդ նույն մարդը իմ բովանդակությանը, որ ուղղված է Ժաննա Անդրեասյանի հետ բովանդակության դելի սրտի կա դնում։ Ես կարծում եմ ուղղակի երկուսիդ էլ հավանում է ու չի կարծում բովանդակությունները բոլորովին։ Դեպի տենդենսը հեռու չի հայկական սոցիալական հարթակներից, ես էլ եմ ֆիքսել դա։ Բայց զավեշտը նրանում է, որ զավեշտը չէ, ես կասեի նույնիսկ աղայտը նրանում է, որ այսօր ձևը գերակշռում է, բովանդակությունը ոչ ոքին հետաքրքիր չի։ Հետևաբար պետք է մտածել ինչ նորաձև մեթոդներ գտնել, կամ եթե դրանք կան արդեն կիրառել, որպեսզի բովանդակությունը հետաքրքրի մարդկանց։ Սրա մասին կարելի է խոսալ, ներողություն, որովհետև կան ինչ-որ մարդիկ, ինչ-որ կենտրոններ, այդ կենտրոններից ուղարկվող հրահանգներ, որոնք որ մեզ մոտ օգտագործում են եւ ինչ որ շրջանակներ ունենում են հաջողություններ, ասում մի րոպե։ Այս հիմարությունը ունի աջակցություն։ Դու ասում ես կենտրոններից գալիս են հրահանգներ, չէ՞։ Եվ չունի լավ բովանդակություն։ Բայց դա իրականում մեր որոշելիքը չէ, էլի։ Դա պետք է ունենաս դու ծառայություն, հատուկ ծառայություններ, որոնք թույլ չտան, որ ներսի օրակարգը ձևավորվի դրսից։ Այսինքն դա կոչվում է հակահետախուզություն, որ երկրի տարածքում բռնում է ինչ-որ բաների։ Ես ինչքան տեղյակ եմ, այդ լրտեսության մեղադրանքները հիմա այսպես Փաշինյանի ներկայացուցիչները դատարանում ջարդջախվում են, չգիտեմ ինչան եւ այլն, պատերազմից հետո որ վիդեոներ կային գալիս թևերը ոլորում, ես ինչ էին անում, դրանից առաջ էլ ինչքան լրտեսության մեղադրանք կար, դրանք այսպես բան էին, կիսաքաղաքական էին։ Այսինքն ես հիշում եմ մի հատ Թուրքի էին դատում բանի համար, նա Թուրքի էին դատում, ինչ որ եկել էր վերնիսաժից 20 հատ գիրքեր առել, հետ գնում էր բան Թուրքիա, չեք հիշում այդ դատը։ Ու հրանդինքը գալիս էր այդ Թուրքի դատերի մասնակցում էր, բայց հրանդինքին չէր կարելի Քոչարյանի ժամանակ լուսաբանել, ինքը այսպես ոչ միջև մեռնել էր, էլ ինքը համարվում էր ոչ բարեհույս, չգիտեմ ինչ էր համարվում, էլի խնդիրը որն էր։ Ու հրանդինքը գալիս էր դատերի մասնակցում էր Թուրքիայից ու բայց ասում են դե հրանդինքին քիչ դրեք, չգիտեմ, չի կարելի իրան բան։ Ու ես ասենք Հայաստանում լրտեսության բան չեմ հիշում, չեմ դեպքեր չեմ հիշում, որ բռնել են լրտես։ Շիլինայի դեպքը, ես հիշում, Բոջոլյանի դեպքը։ Այդ Բոջոլյանը ինքը լևոնական մարդ էր։ Ինքը գնաց բանով, ինքը գնաց այսպես քաղաքականացվեց։ Շիլինա կար, մի խոսքով լավ բան չանենք հիմա լրտեսների մեջ։ Չէ, ինչ եմ ուզում ասեմ։ Ուզում ասեմ, որ այդ որ դու մեղադրում ես լրտեսության մեջ, դա իրականում մարդու վարկաբեկելու բան է։ Չէ, դա չեմ ասում։ Ուղղորդումներ, այսինքն դրսից ուղղորդումներ։ Աննա ջան, դու կարաս ունենաս պետություն, եթե ունես հետախուզություն։ Եթե հետախուզություն չունես, կարա ասենք ինչ-որ մի հատ, չգիտեմ,
էքստրա եսի ինչ վահաբիստական կազմակերպություն գա Հայաստանում դնի, ասենք, ծախսի $10 միլիոն եւ ունենա, ասենք, ազգային ժողովում այդ ամենամեծ ֆրակցիան, չէ, լուրջ եմ ասում, եթե դու դա չես վերահսկում, դու կարաս հայտնվես, դու չես կարող քո ինքնուրույնությունը պահես, որտեղ դու պիտի դա վերահսկես, բայց մենք չենք կարող դա վերահսկենք, Աննա ջան, դա պիտի վերահսկի հետախուզական ծառայություն արտաքին, այո, որը աշխատավարձ չի կարողանում տա եւ այդ փողը ուղղում է վերանորոգման բանին, որտեղ մարդ չունի աշխատող, աշխատավարձային ChatGPT-ի մակարդակով, որտեղ որ բանը Թուրքիան չի համարվում սպառնալիք, Ռուսաստանը համարվում է սպառնալիք։ Բայց հեսա կփոխվեք, ասեն սխալ է եղել։ Ուղղակի մի հատ անկեղծության չեմ փոխել։ Եվ այս շաբաթվա վերջին կարևորագույն իրադարձությունը, ուրեմն Նիկոլ Փաշինյանի հարցազրույցներ թուրք լրագրողներին, որ ուրեմն փող էին տվել, բերել էին այդ լրագրողներին, որ հարցեր տան ինքը պատասխանի, բայց ճիշտն ասած, քանի որ այդ արդեն 3 օր անցել դեռևս միայն իր բանում է, էջերում է հրապարակվել այդ վիդեոն, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այդ լրագրողներ բերելու փողը տվել են, բայց հոդված տեղադրելու փողը չեն տվել։ Ու որովհետև չկա թուրքական մամուլում ոչ մի արձագանք դրան։ Այսպես կխնդրեմ էլի հետևեք, ես երկու օրն էլ հետևեք, լտեսնեք։ Իբր թե նպատակը այն է, որ թուրքական հասարակության շրջանում Հայաստանի մասին առհասարակ լավ հոդվածներ գնա, լավ բովանդակություն գնա, որ հայերը հյուրասեր են, հա, որովհետև այդ բայց դեռ հակառակն է, մեր մամուլում գնում է լավ թուրք լրագրողների մասին տեղեկատվությունը, հա։ Այդպես, բայց մի հատ ուղղակի կարելի է մի բան հասկանալ, ոնց են ասում, մի հատ ժողովրդական ասացված կար, ասում է ջաղած թողած չախչախի հետևից ենք բանել, այսինքն մարդիկ կան, որ հույսեր են փայփայում, որ դրանով Թուրքիայի արտաքին քաղաքական վարքի վրա պետք է ազդեցություն ունենան, էլի Էրդողանի վրա պետք է այդպեսի, ասենք, բաներով Տեսա գալիս է, որ Թուրքիա պետությունը ուղղակի չեն ճանաչում։ Սա ես օրինակ մտածում եմ հետևյալը, սա որ կոնկրետ, հա, ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու հանգամանքը առաջնահերթ թուրք հասարակությանը հասանելի դարձնելու նպատակ ունեցել։ Այդ կենտրոնական իրադարձությունը բնականաբար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն է եւ կենտրոնական ասելիքը, որը որ ուզում են լսել թուրք հասարակությունը, ցեղասպանության թեմատիկան է, որը որ մարդը ասեց շատ པարզ եւ այնտեղ ներկայացվում է եւ ինչի համար է ասվել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը նիշա է փնտրում, քաղաքական տեր է փնտրում եւ այդ քաղաքական միակ տերը, որ իրեն կերաշխավորի Ռեջեփ Թայիպ Էրդողանն է։ Ես մեծ համեմատություն անեմ, էլ այդ ինչը որ ինքը ասել է, դրա համար թուրքերը իրեն պիտի փող տային։ Ոչ թե ինքը պիտի թուրքերին փող տար, որ գարազեր։ Այդ ոնց որ գնաց մարմնավաճառում, մարմնավաճառը քեզ վճարի։ Այո, տրամաբանություն կա։ Տրամաբանություն կա։ Պարզապես գերագնահատում ենք իր նշանակությունը իշխանությունը ուզում պահպանի։ Ինքը իշխանությունը ուզում պահպանի եւ ամեն հնարավոր ու անհնար ձևերով հպատակություն է հայտնում Թուրքիային, բայց Թուրքիան այնպեսի պետություն է այսօր տարածաշրջանում, որ հաստատ չի նստում եւ սպասի, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը ինչպիսի ազդակներ է իրան տալու։ Բայց շատ ավելի ազդեցիկ կլներ։ Դարակներից մեկում դրված ինչ որ ոչ շատ նշանակություն կրվող Էրդողանի զարմիկներին, ասենք, կանչեր Հայաստան ու պատիվ տեր։ Դե ինքը հետարքիր մի հատ sense բան է, էլի դեր։ Մեկը Շուշի էր հրավիրում ու փաստացի իրականացավ դա, պարզապես այստեղ ինքը ներկա չեղավ Շուշի թեյախմությանը։ Այստեղ ամբողջ էպոպեան իսվում է հետևյալի մեջ է, էլի։ Ադրբեջանը, Ալիևը նոր պահանջներ է դնում, անընդհատ պահանջներ է դնում։ Փաշինյանը փորձում է, ոնց որ ասած, հնարավորինս շուտ հպատակություն հայտնի Էրդողանին, մտնի Էրդողանի հովանավորության տակ, այսինքն որ Էրդողանը երկու փոքր ախպեր ունենա, Ալիև եւ Փաշինյան, եւ կարողանա ասի, որ խնդրում եմ, էլի մեծ ախպեր, այն քո մյուս փոքր ախպորը ասա, որ ինձ շատ չճնշի, շատ չնեղացնի, որովհետեւ եթե ինձ շատ ճնշի, շատ նեղացնի, ինձ կհանեն այս երկրից։ Ոստեղ դու կարող ես խնդրեմ ունենաս, նորից դաշնակցությունը գա, նորից չգիտեմ, ռևանշիստները գան, հա, որ ասենք Թուրքիայի այդպես է Սևերի սինդրոմի բաների հետ սկսի խա։ Էս է ամբողջ խնդիրը, որ մի տեսակ բան է, պաշտպանությունը իր իշխանության
պահպանությունն է գլխավոր խնդիրը։ Իր իշխանությունը պահպանելու գլխավոր հանգամանքը, որ Ադրբեջանը չշատացնի ճնշումները, նոր տարածքներ, նոր, չգիտեմ, կապիտուլյացիա, նոր բաներ չլինի, այս դրությամբ ինչը որ կա ֆիքսենք, արագ ստորագրենք այդ փաստաթուղթը, դու էլ կլինես դրա երաշխավորը այդ ամեն ինչի, էսա։ Դե հիմա դա ինչքան քանի տարի կտևի, այդ արդեն իրան բան չի անում, չի հետաքրքրում, որովհետև ինքը այստեղ իշխանության հարց է։ Ու նաև չմոռանանք, որ փաստացի այս իշխանության բոլոր քայլերը, գործողությունները, հայտարարությունները եւ լկտի վարքագիծը այս բոլոր տարիների ընթացքում միշտ հուշել են եւ տարել են մեկ նպատակի՝ Հայաստանի երրորդ հանրապետության դեմոնտաժ, որովհետեւ միայն այդ պարագայում իրենք իշխանությունը պահպանելով պատասխանատվության չեն ենթարկվելու։ Սա ամենաառանցքային նպատակն է, որ այս իշխանությունը հետապնդում է եւ հետապնդելու է հանրապետության առանցքային հիմնասյուների ապամոնտաժում, որպեսզի խուսափի պատասխանատվությունից։ Բայց ինձ թվում է միայն իշխանությունը չի որ դա ուզում, հա։ Այդ սինդրոմը կար նաեւ խորհրդային վերջին տարիներին, կային ցեխավիկներ, որոնք բան էին, մեծ հարստություն են կուտակած, այդ հարստություն չէին կարողam ցույց տալ, չէին կարողam Mercedes մեքենա առնել, չգիտեմ ինչ առնել եւ այլն, եւ այսպես տակից նպաստում էին իրականում այդ բանին անկախության շարժմանը, Ղարաբաղ կոմիտեին եւ այլն, այն հույսով, որ հետո կարողանալու են այդ հարստությունը վայելեն, բայց հետո եկան նոր տղեկ, իրենց բոլորին կամ սպանեցին, կամ աղքատացրին, կամ բռնեցին, կամ լարեցին երկրից եւ այլն, ու այդ հիմնական սեփականաշնորհման պրիվատիզացիայի հիմնական բանը այդ ցեխավիկներն են, որ իրանք գործարանի տնօրեններ էին հիմնականում, կապեր ունեին Ռուսաստաններում եւ այլն, բայց իրենք բոլորը, ասենք, չգիտեմ, 95 թվականին արդեն իրանցից մի, ասենք, երևի 4% էր մնացել կամ 5% էր մնացել է։ Եկեք այո, այս տխուր նոտայով էլի ավարտենք այս։ Չնայած ուրախալի լուր էլ կար այս շաբաթ, որ Եվրոպան բացել է հայկական ձկնամթերքի առաջին դռները եւ բան, բայց դա ոնց որ թե առավելապես Սամվել Ալեքսանյանին համար լավ, որովհետեւ իր լճերից իր ձկները կարա արդեն հանգիստ տանի թանկ ծախի Եվրոպայում։ Սիրելի հետևորդներ, շնորհակալություն, որ նայում եք մեզ, կհանդիպենք մի շաբաթ։ Շնորհակալություն Աննային հրավերի համար։ Stay tuned.